Վիրահատական սրահի դռների փակվելուց հետո բժշկական թիմը սկսում է էպիլեպսիայի վիրահատությունը։ Երբ նոպաները չեն վերահսկվում դեղորայքով, վիրահատական բուժումը դառնում է ամենաարդյունավետ լուծումը, սակայն այն կիրառելի է ոչ բոլոր դեպքերում։ Էպիլեպսիայի վիրահատական բուժումը ցուցված է հիմնականում դեղորայքակայուն էպիլեպսիայով տառապող այն հիվանդներին, ում մոտ էպիլեպտոգեն օջախը ունի հստակ տեղակայում եւ հնարավոր է լինում դա հայտնաբերել տարբեր մեթոդների օգնությամբ։ Հաճախ էպիլեպտոգեն օջախը տեղակայված է ֆունկցիոնալ կարևոր կենտրոնների, ձեռքի, ոտքի շարժումների կամ խոսքի կենտրոնի մոտ։ Այդ դեպքում այն հեռացնել պետք չէ, սակայն եթե օջախը ունի հստակ տեղակայում եւ հնարավոր է անվտանգ հեռացնել, վիրահատության արդյունավետությունը շատ բարձր է։ Ավելի քան 90% դեպքում բուժառուները լիովին ազատվում են էպիլեպտիկ նոպաներից։ Բուժման տարբեր տեսակներ կան։ Ստանդարտ մոտեցումը դա եթե հստակ հայտնաբերված օջախ է, որը որ մենք տեսնում ենք թե MRT, թե PET հետազոտություններով, թե EEG հետազոտությամբ, ամեն ինչ խոսում է այն մասին, որ այո, հենց սա է օջախը, այդ դեպքում գնում ենք բաց վիրահատական հեռացման։ Սակայն երբեմն ստանդարտ ոչ ինվազիվ ախտորոշման մեթոդները բավարար չեն եւ մենք օգտագործում ենք ինվազիվ ախտորոշման մեթոդներ, որոնց թվում գլխուեղի խորանիստ էլեկտրոդների տեղակայումը, ստերեո EEG հետազոտությունը։ Վիրաբույժներից մինչև նեյրոֆիզիոլոգներ, վիրահատարանում մեծ թիմ է աշխատում։ Էպիլեպսիայի վիրահատությունը ունի անեսթեզիոլոգիական առանձնահատկություններ, կիրառվում են հատուկ մոտեցումներ։ Պետք է ընտրենք այնպիսի անեսթեզիոլոգիական տակտիկա, որ չխանգարենք ուղեղի էլեկտրոֆիզիոլոգիական մոնիտորինգին, երբեմն որը որ հատկապես այս վիրահատությունների ժամանակ սպეციფիկ է, կարիք է լինում նույնիսկ պացիենտին արթնացնել, տեխնիկան կոչվում է asleep awake asleep, այսինքն վիրահատությունը սկսում ենք քնած վիճակում, այնուհետև եւ վիրաբույժը հասնում է այն հատվածներին, որոնք որ պատասխանատու են կարևոր ֆունկցիաների համար, օրինակ խոսքի, հիշողության, որոշ կարևոր շարժումների, այդ բանին անեսթեզիայի մակարդակը իջեցվում է եւ հիվանդը կարողանում է պատասխանել հարցերին, որոշ առաջադրանքներ անել։ Վիրահատության ընթացքում կատարվում է նաև նեյրոմոնիթորինգ, որի միջոցով վերահսկվում են զգացողական եւ շարժողական ֆունկցիաները, հետվիրահատական նյարդաբանական խնդիրներից խուսափելու համար։ Ինչքան փոքր է հիվանդի տարիքը, այնքան արդյունավետությունը ավելի մեծ է, սակայն մենք ունենք 50-նանց հիվանդներ, որոնք վիրահատվել են եւ բավական արդյունավետ ելք ունենք։ Մեր կենտրոնում 2016 թվականից են իրականացվում նշված վիրահատությունները, արդեն կան վիրահատված մոտ 100 հիվանդներ։ Էպիլեպսիան նյարդաբանական խանգարում է, որի դեպքում գլխուղեղում առաջանում է սխալ էլեկտրական ակտիվություն էպիլեպտոգեն ցնցումների տեսքով, որոնք կարող են տևել մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե։ Նարե Ոսկանյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։